Փաշինյանի գլխավոր այդ խմբին միանալու եք եկեղեցին Բեհարանը ազատելու։ Ես առհասարակ քաղաքական թմի վարչության անդամ եմ եւ բոլոր քաղաքական նախաձեռնություններին միանալու եմ։ Բեհարանը պետք է մնա վեհին, վեհապարնել ազատվի։ Ինչպես։ Վեհապարը պետք է հեռանա, հա, ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Մենք հարցադրում ենք արել, ունի երեխա թե ոչ, այդ հարցին պատասխան չենք ստացել եւ այդտեղից կարող ենք ենթադրել, որ այո, ունի, հերքում չենք ստացել եւ ըստ կանոնագրքի նա իրավունք չունի։ Իհարկե Տեր Աստված չենք, գիրք կա գրած, կանոնագիրք կա եկեղեցու եւ նա է որոշում։ Այսինքն ինչ եք մեզ տարանջատում, առհասարակ ինչ եք մարդկանց մեզ ընդհանրապես տարանջատում եկեղեցու։ Որովհետեւ իշխանությունը եկեղեցուց պետք է տարանջատված լինի, դա համանդրությունն է տարանջատում։ Այո, բայց նաեւ կա այնտեղ կանոնագիրք, ըստ որի գործում է եւ Դա մի հատ ձեզ sense հարց տամ, էլի, հարգելի գործընկերներ, ես որպես ավականու անդամ իրավունք չունեմ լինեմ երկքաղաքացի կամ գրանցման պահին պետքա վերջին 6 ամսում լինեմ Երևանի գրանցում ունենամ։ Հիմա եթե օրերից մի օր պարզվի, որ ես երկքաղաքացի եմ եւ կամ այդ ժամանակ 23 թվականին որ գրանցվել եմ որպես Երևանի ավականու անդամ, չեմ ունեցել 6 ամսվա գրանցում Երևանում։ Ձեր արձագանքը ինչպեսին կլինի, այսինքն ես պետք է այդ պահից սկսած դադարեմ, ճիշտ է։ Հա, այո, օրենքը զբաղվի։ Հիմա այո, դե համար ասում եք, որ զբաղվեն, թող զբաղվեն։ Ասել եք թող զբաղվեն։ Թող զբաղվեն։ Սպասում եք, որ եկեղեցու վերաբերյալ այսպես սրտառունչ հայտարարություններ անել։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եկեղեցու հավատավոր զավակ է հայ առաքելական եկեղեցու, բայց դուք մոռանում եք, թե քանի եկեղեցի եք թողել Արցախում։ Դա է ձեր տեսեք էլի այդ հին խոսակցությունները արդեն ինձ թվում է ակտուալ չեն, շատ ակտուալ չեն, որովհետև մենք չենք թողել։ Եվ այդ մասին մենք այդ մասին խոսել ենք 1000 անգամ խոսել ենք եւ այստեղ հիմա այդ որ թողել եք, չգիտեմ ինչ եք արել, դա չի համապատասխանում իրականությանը։ Ձեր ծրագրում եղել է, չէ՞, արցախի մասին։ Հիմա ձեզ մեղադրում են, ասում են, եթե դուք խախտել եք, կառավարությունը խախտել է, դուք եւս պետք է հեռանաք։ Ինչու՞ այդ մասին դա ազգային ժողովում քննարկվել այդ հարցը եւ տվյալ հարցը մենք ապացուցում ենք որ մենք չենք խախտել մեր բանը։